Բարև ձեզ, Բուն TV եթերում ֆանտաստիկ ոդքասթն է, որի շրջանակներում մենք խոսում ենք գիտաֆանտաստիկ եւ ֆենտեզի գրքերից, համակարգչային խաղերից, կոմիքսներից, այսինքն այն ամենից, ինչ կարող է հետաքրքրել գիկերին։ Այսօրվա մեր հյուրը իսկական գիկ է, որ նաեւ Facebook-ում ահագին հետաքրքիր նյութեր է դնում այդ թեմաներով, Արթուր Արաքելյանը, բարև։ Ես գիտեմ, որ դու մասնակցել ես Արմքոնի վերջին մրցույթին գիտաֆանտաստիկ ստեղծագործությունների, որը անցկացվում էր գիտության շաբաթվա շրջանակներում ու առաջին տեղն է զբաղեցրել։ Ոնց էր կոչվում պատմվածքը։ Ուտոպիայի գինը մի պատմվածքն էր, որը հաղթեց, մեկն էլ կար, բայց այդքան էլ չլավ չէր իմ կարծիքով։ Երկրորդը ո՞րն էր։ Ես լրիվ կարդացել եմ։ Երկրորդը կոչվում էր Դեպի նոր տուն։ Չէ, վատ չէր, ես կասեմ։ Ուտոպիայի գինը հետաքրքիր իր կոնցեպտով, որովհետև կարա թվա թե այդ կոնցեպտը շատ է քննարկվում, ասենք մատրիցայից սկսած, որ մարդկությունը ինչ որ մարդկության մեծ մասը վիրտուալ աշխարհում է ապրում, ու ինչ որ փոքր մասը պայքարում է մեքենաների դեմ, բայց դու լրիվ նոր ձև էիր ներկայացրել, նաև հայկական միջավայրում։ Մի քիչ պատմես ոնց այդ իդեան եկավ ու ոնց ձևավորվավ այդ պատմվածքը։ Ու սկզբից երևի այտենց ավելի մեծ ինչ որ աշխարհ էի պատկերացնում, որտեղ ապագայում մարդկությունը այդպես տարբեր ուղղությունների է բաժանվել, մի մասը ինչ որ իրանց բնական կարգավիճակով են ապրում, ոնց որ մենք, մի մասը այդպես գնացել են վիրտուալ աշխարհներում, մի մասը ինչ որ կիսակի բորգ են եւ այդ բոլորը բնականաբար իրար դեմ պատերազմում են, որտեվ մարդիկ չեն սիրում իրենցից տարբերվողներին ու ամեն մեկը մտածել է, որ հենց իր ապրելակերպն է ճիշտ, բոլորը իրար դեմ պատերազմելու են։ Այդ մրցույթի շրջանակներում քանի որ ֆորմատը այնպես էր, որ պետք էր փոքր ինչ որ չափի բան գրել, այդպես դա դարավ ինչ որ Հայաստանի Երևանի սահմաններում այդպես պոստապոկալիպտիկ ինչ որ կիսով չափ բան, որտեղ այդպես հերոսը վիրտուալ իրականությունից վերադառնում էր իրական աշխարհի մի մասը, կոնկրետ Երևանը եւ այնտեղ հայտնաբերում էր այդպես բնական մարդկանց, այն հին ձևերով ապրող, այսպես ու պարզվում էր, որ իրանց վիրտուալ միջավայրում ապրող մարդկանց գոյությունը պահպանելու համար իրական աշխարհում մեքենաները սովորական մարդկանց ոչնչացնում են, չէ՞, որ էներգիա վերցնեն թե ինչ։ Դա հետաքրքիր միտք է, այսպես ասեմ, դու Գլուխովսկու մետրո 2033-ը գիտես, չէ՞, որ պոստապոկալիպտիկ աշխարհը, այնտեղ մարդիկ մետրոներում են ապրում, ինքը Մոսկվայի մետրոյի մասին էր պատմում, բայց հետո ինքը այդ universe-ը վերածվավ մոտ 140 քանի գրքից բաղկացած մեծ ֆրանշիզ, որ աշխարհի տարբեր կետերում մարդիկ տարբեր ստեղծագործողներ իրենց երկրի մետրոյի մասին գրում էին։ Այդ քո գրած այդ նույն պոտենցիալ ունի, ինքը պոտենցիալ կարա լինի, ասենք մի հատ universe, որտեղ կարան ուրիշներ ընթերցողներից կային մարդիկ, որ առաջարկում էին շարունակություն գրել, բայց այդտեղ չեմ կողմնորոշվել ինչ ուղղությամբ կարելի է զարգացնել, այդպես մեծացնել այդ ինչ որ աշխարհ ստեղծել այդ մի պատմվածքից։ Ես քեզ ասեմ, մենք քանի որ Գրեգ Իգանի մասին ենք խոսում, Գրեգ Իգանը մեր հերոստատիտողին ասեմ, որ Գրեգ Իգանը ինքը երևի ժամանակակից կոշտ գիտական ֆանտաստիկայի լավագույն ներկայացուցիչներից մեկն է, թե ոչ լավագույնը։ Չնայած ինքը քչերին է հայտնի, որովհետև Պապսովիչի sense ասած։ Ու Գրեգ Իգանի դիասպորան, որ ես քեզ առաջարկում եմ, դու որ սկսես կարդալ, դու կհասկանաս, թե նորմալ քո ասած ինչքան մեծ կապ ունի նաև այդ դիասպորայի հետ։ Դրա մեջ զարմացա, որ դասմեջ չեմ կարդացի դիասպորան։ Այնտեղ էլ մարդկանց մի մասը վիրտուալում է, մի մասը իրականում է, մի մասը գնացել է տիեզերքն ուսումնասիրում, այսինքն բաժանվել են տեսակների, էլի առանձին։ Շատ ափսոս է, որ Գրեգ Իգանը հայտնի չի լայն շրջանակներում։ Ես նույնիսկ իր գրքերը որ փորձում էի գտնել, այտենց թղթային տարբերակով, չկա, չէ։ Շատ հազվադեպ այդպես 1-2 օրինակ ինչ որ օգտագործված գրքեր այստեղից այնտեղից կարելի է ճարել, բայց այդպես գրախանութներում նույնիսկ on-line հարթակներում չես կարող գտնել։ Բանը, մենակ պիրատսկի կայքերում կարաս ասենք ինչ որ ձև ու ստարնի թարգմանություն։ Իր անձն էլ է շատ հետաքրքիր, այդպես առեղծվածային, ոչ մեկ դեմքով իրան չի տեսել, չգիտեն ինքը իրականում ինչ տեսք ունի։ Մի հատ ֆոտո էր ինտերնետում ֆորում, հետո ինքը իր կայքում գրեց, որ էսի ես չեմ, հերիք է այս ֆոտոն տարածեք, որպես ինձ էսի ես չեմ։
Հա, ոչ մեկ չգիտի ինքը ով է, ամենայն հավանականությամբ կեղծ անունով է գրում, բայց իր պատմվածները, իր թե վեպերը, թե պատմվածները հանճարեղության աստիճան էս մի հատը կար պատմված, չգիտեմ կարդացելս թե չէ, պատկացա ուր է հասնում այդ մարդու երևակայությունը, որ ինչ որ զույգ են, թե ամուսիններ են, թե չգիտեմ, նշանածներ են, կապ չունի, այս ամուսինը ոնց որ վթարի է ենթարկվում, թե հիվանդանում է, լավ չեմ հիշում, ու ինչ որ իր համար նոր մարմին պետք է աճացնեն, բայց այդ մարմինը աճացնել ինչ որ ժամանակ է տևում, ամիսներ է տևում, իր ուղեղը պահպանելու երկու տարբերակ է, կամ կրիոկամերայում պետք է պահեն ուղեղը, որը թանկ է, իր նշանածը չի կարա բանանի, վճարի դրա դիմաց, կամ ավելի էժան տարբերակը, որ իր ուղեղը տեղադրեն իր նշանածի արգանդում, այսինքն սաղմի նման, որ ինքը ոնց որ նշանած ուղդում է, բան ուղեղը սնվում է դրանով, կենթանի է մնում, այսինքն իր մեջ երկու ուղեղ է, այդ երկրորդ ուղեղը էլի գիտակից է, պատկերացրել, դա ընդհանրապես մի հատ փոքր պատմվածք է։ Այդ ուղեղի թեման իր այդ safe պատմվածքի մեջ էր։ Հա, այդ շատ լավ։ Այնտեղ որտեղ մարդը ինչ որ իր գիտակցությունը տեղափոխվում է տարբեր ուղեղների, տարբեր մարդկանց մեջ, ամեն օր ինքը զարթնում է նոր մարմնի մեջ, նոր մարդ է, թռնում է տարբեր մարմիններով։ Հա, դա շատ հետաքրքիր է։ Вообще Greg Egan-ի տիպի ուրիշ ժամանակակից ֆանտաստ երևի մի քիչ դժվար է հիշել, Peter Watts-ին կարելի է երևի հիշել։ Բանը Blind Side-ը կարդացել ես, Լոժնեսլի։ Դեռ ոչ, բայց ցանկում է ընթերցանության ապագայի համար։ Այդ տիպի ֆանտաստիկա եմ ես։ Մենք շատ ենք խոսացել քո հետ հենց ապագայի թեմայով, ոնց էին ֆանտաստները պատկերացնում ապագան։ Այդ էվոլյուցիան ժամանակի ընթացքում նկատում ես ոնց է փոխվել ապագայի պատկերացումները հեղինակների մոտ։ Հա, սկզբից օրինակ պատկերացնում էին, որ այդպես տեխնոլոգիաները զարգանալու, յանքը ավելի հեշտ է դառնալու, ամեն ինչ այդպես մի քիչ պատկերացնում էին իրենց ժամանակների պես, բայց մի քիչ ավելի զարգացած, ավելի օրինակ են ռետրո ֆանտաստները պատկերացնում են, որ ապագայում մարդիկ այդպես ամեն մեկը այն անձնական օթապարիկն է ունենալու, այդպեսի, այսինքն իրանց ժամանակների պրիզմայով էին նայում։ Հետո երևի արդեն մի քիչ որ այդ տիեզերքի ուսումնասիրությունը զարգացավ, արդեն սկսեցին այդպես պատկերացնել ապագան Star Trek-ի ոճով, այսինքն որ մարդիկ տիեզերանավերով այդպես հեշտ ու հանգիստ ճամփորդում են տարբեր մոլորակների միջև ու ոնց որ մենք կարանք մի քաղաքից մյուսը գնանք, այդպես իրենք մի մոլորակից մյուսն են գնում, այդտեղ պետությունները ոչ թե մի մոլորակի փոքր մաս են զբաղացնում ոնց որ հիմա է, այլ մի քանի մոլորակ են, մեծ կայսրություններ են, տիեզերքում մեկ տարածված։ Հիմա ոնց որ դա ավելի այդպես հեքիաթային է թվում, որտեվ պարզ է դարձել, որ այդքան հեշտ չի լինելու տիեզերքը նվաճել։ Հիմա էլ այդ ԱԲ-ի զարգացման դարաշրջանում ավելի շատ երևի մտածում են, որ մարդիկ ոչ թե նոր աշխարհներ փնտրելուց ոչ թե գնան տիեզերքի մյուս ծայրը ինչ ուրիշ մոլորակներ հասնեն, այլ ուղղակի հենց այստեղ նստած ինչ որ համակարգչով կստեղծեն այդ նոր աշխարհները ու տեղափոխվեն այդտեղ ապրելու։ Վիրտուալ միջավայրներ կստեղծեն, այդ միջավայրում կապրեն։ Ու ոնց որ ավելի հետաքրքիր գնալով ավելի հետաքրքիր կդառնա այդ վիրտուալ աշխարհները, ավելի մեծ հնարավորություններ կտա, քան իրական կյանքում է։ Օրինակ այդ Ready Player One-ի մեջ ինչպես չէ, որ մարդիկ այնտեղ ինչ-որ, հա, իրական կյանքում տենց որ աղքատ մարդիկ են, ինչ որ ետնախորշերում են ապրում, բայց այդ խաղի մեջ իրանք անսահմանափակ հնարավորություններ ունեն, ով ուզեն կարան դառնան, ինչ կերպար կուզեն կլինեն։ Հա, վատատեսություն չես տեսնում, ասենք նայ, ոնց որ ասացիր, այն ժամանակ ավելի գիտատեխնիկական զարգացումը, պրոգրեսը հեղինակների մոտ ավելի լավատեսական էր։ Մենակ սովետական չէ, որ ասում էին գլոբալ կոմունիզմ կամ բան, այլ նաև ամերիկյանը, որ տիեզերք էին թռնում, լուսին էին թռնում, ամերիկյան ֆանտաստները Ազիմովը, ասենք, մտածում էր գալակտիկական կայսրության մասին, չգիտեմ, Բրեդբերին մտածում էր Մարսի կոլոնիզացիայի մասին եւ այլն։ Այն ժամանակ դա մի քիչ ավելի լավատեսական էր։ Հիմա հետո ժամանակի ընթացքում գնալով դարավ ավելի վատատեսական, եկավ կիբերպանկը, որ լրիվ չեռնուխա էր։
ու հիմա երբ որ իրոք կոնկրետ վատատեսական ֆանտաստիկա է, ավելի շատ պոստապոկալիպտիկ վիճակներ է, քան պայծառ ապագա, այդ ինչն է պատճառը, հասկացանք, որ տիեզերքը այդքան բան չի, մարդու համար այդքան հարմար չի, այդքան հյուրընկալ չի, թե տեսան, որ մարդկության ուղեգիծը շարժման գնում է դեպի Տրամպին ընտրելու, ասին չէ, մեկ հույս չկա, Եվ որ տեսնում են ներկայում ինչ դժվար ժամանակներ է, մտածում են այդ ուղղությամբ է գնալու, ապագայում ավելի դժվար է դառնալու ամեն ինչ, լավատեսական ֆանտաստիկան ինձ թվում է պետքա այդ աշխարհի պայմանները լավատեսական լինեն, որ հեղինակները նաև լավատես լինեն այդ գործում։ Մենք հիշում ես որ խոսացինք, ասացինք քննարկենք ապագան ոնց են պատկերացրել, ասի որ ամենաճշգրիտը երևի Կորմակ Մակկարտի The Road-ում է։ Ահա։ Հիմա որ նայում ես, իրոք ասենք The Road-ում ներկայացված է աբսոլյուտ ապոկալիպսիս, երբ որ բիոսֆերան չկա։ Այսինքն կենթանական աշխարհ ու համարյա բուսական աշխարհ գոյություն չունի աշխարհում։ Կան մենակ մարդիկ, ինչ որ գորշ մոլորա կա, գորշացել է երկիրը, երկինքը միշտ փագ է ամպերով, այսինքն արև չկա համարյա, ու մարդիկ կամ սնվում են նրան ինչ կգտնեն մնացած քաղաքակրթությունից կամ իրար են ուտում։ Այս կոնկրետ կանիբալիզմ է, էլի։ Բայց այնպես չի, որ մենակ նոր ֆանտաստների մոտ այդ գորշությունը, օրինակ նույն հենց այն ամենասկզբուն ֆանտաստիկայի Հերբերտ Ուելսի մոտ էլ կա այդպես ինչ որ բացասական պատկերացումներ, օրինակ ժամանակի մեքենայի մեջ ինքն էլ ապագան էլի ուտոպիա է, որտեղ մարդկության մի կեսը դարձել է ինչ որ կենթանու նման բարարածներ ու սպասարկում է մյուս կեսին, ինչ որ թունելներում են ապրում, բանական չեն արդեն։ Իսկ դու ասենք որպես դու էլ այդ ժանրում ստեղծագործող ոնց ես մտածում, ավելի իրական, ավելի խելքին մոտավորն է, նաև հաշվի առնեմ, որ դու ինքը Star Trek-ի երկրպագու ես, ավելի իրատեսականը որն է, ավելի լավատեսականը, թե վատատեսականը։ Եվ ինչ որ միջին բան կլինի, այսինքն որոշ բաներով ավելի լավ կլինի, որոշ բաներով ավելի վատ կլինի։ Star Trek-ը դե մի քիչ շատ նաիվ է, այդպես ինքը տիեզերական ինչ որ ուտոպիա է, մարդիկ առողջ ապրում են, այդպես աղքատություն չկա, սով չկա, այնտեղ կարող են ուղղակի կոճակ սեղմելով ցանկացած ուտելիք պատվիրել, այնտեղ բոլորը ինչ որ այդպես բան է, չէ՞, ակսելերատոր է կոչվում այդ սարքը, թե ոնց է կոչվում, որ մոլեկուլները հավաքում է քո ուզած բանը։ Հա, ռեպլիկատոր։ Ռեպլիկատոր։ Իդեպ գիտության մեջ փորձեր կան տենց մի բան ստեղծելու, որ չեմ ասում ոսկի բանը դարձնի, կապարը դարձնի ոսկի կամ բան, դրա համար ջերմամիջական ռեակցիաներ են պետք, այլ ասենք եղած մոլեկուլներից ինչ որ բան հավաքի։ Հա, այդպես տեսել եմ, որ ինչ որ արհեստական միսեր, 3D պրինտերը արհեստական միսեր տպագրում։ Դա մի քիչ ավելի կոպիտ է, ավելի խորը մակարդակի, հենց ռեպլիկատորը ինքը ատոմների մակարդակում է հավաքում։ Հա։ Ու եթե ունենաս քո ուզած ատոմները, չգիտեմ, ասենք ածխածնի, ջերածնի, թթվածնի, ինքը ոնց որ դրանցից հավաքի օրգանական նյութեր։ Հիմա դա մի քիչ անհնարին է թվում, բայց մտածում են այդ ուղղությամբ։ Այս Star Trek-ը ինքը ոնց որ նաև չնայած ասում ես նաիվ է բան, բայց ինքը գիտական առաջընթացի, տեխնոլոգիական առաջընթացի վրա շատ մեծ ազդեցություն է ունեցել։ Այնտեղ մանավանդ այդ առաջի Star Trek-ում, օրիգինալ սերիալում, այդտեղ մենք տեսնում ենք, որ պերսոնաժները ինչ որ բացովի հեռախոսներ են օգտագործում, պլանշետներ են օգտագործում, որը այդ ժամանակ ինչ որ սաղմնային վիճակում իհարկե կար, բայց տարածված չէր, սովորական բան չէր, ոնց որ Star Trek-ում էին ցույց տալիս։ Նույն հեռախոսները օրինակ հենց իրենց կոմունիկատորը հենց շատ նման է հենց այդ առաջին բջջային հեռախոսներին, այսպես բացովի փակումի։ Լավ, ասենք եթե ես Star Trek-ից խաբար եմ մենակ J.J. Abrams-ի երկու ֆիլմով, մեկ էլ երրորդ ֆիլմ, օրինակի համար։ Հիմա ես մարդ եմ, ուզում եմ ծանոթանամ այդ յունիվերսին ընդհանուր։ Հույս կա ընդհանրապես այդքանին ծանոթանալու։ Ժամանակա պետք իհարկե երկար տրամադրել,
Կոնկրետ օրիգինալ սերիալը մի քիչ դժվար է նայել, որտեվ ինքը շատ հին է, այսպես ասած արդեն, բայց դրանից հետո եկող այդ 3 սերիալները, այդ New Generation, Deep Space, Ես տես մտածում էի, որ մի քիչ դժվար է տես մեծ ֆրանշիզի բան անելը, Star Trek-ը իհարկե մի քիչ հետաձգեցի, ասում մի քիչ ծերան, ավելի ծերանամ աշխատանքը քչանա նոր, բայց ես նայել եմ Godzilla-ն, լրիվ Godzilla-ն, ճապոնական, դա մոտավորապես 35 ֆիլմ է։ Այսինքն հույս կա։ կարևոր է ցանկություն լինի այդքան ժամանակ տրամադրելու։ Ինձ օրինակ դուր է գալի այդ հին պրիմիտիվ, այսպես կոչված պրիմիտիվ ֆանտաստիկան, բայց Star Trek-ը նայելու բանը նպատակահարմարությունը, որն ինչ կար ինքը տա ինձ, ասենք, եթե ես Star Trek-ից մենակ խաբարեմ այս վերջի ժամանակակից մի քանի ֆիլմից։ Ինքը իրականում այդ հին սերիալներում այնտեղ շատ հարցեր է բարձրացվում, սկսած քաղաքականությունից, կրոնից, բարոյականությունից, այնտեղ համարյա այդպիսի թեմա չկա, որ ինչ-որ մի սերիայի մեջ դրա մասին չխոսան, չարծարծվի այդ թեման, որ ամեն ինչ կարելի է գտնել այնտեղ։ Ես հիշում եմ մի հատ էպիզոդ կար, այդ շատ աղմկահարույց էպիզոդեր են ռոբոտի մասին, ռոբոտի մարդկանցան ուզում էին այդ ռոբոտին վերացնեին, թե ինչ ու Պիկարը թեման բարձրացել էր։ Հա, էլի այդ ֆանտաստիկայի այդ մշտական թեմաներից է, որ այդ մարդ լինելը ինչ է նշանակում, որ եթե կարելի է օրինակ արհեստական մարդ ստեղծել, ռոբոտ, որը ոչ մի բանով չի տարբերվի, նույն կերպ կմտածի, նույն կերպ զգացմունքներ կունենա, ուրեմն էլ տարբերությունը որն է մարդու ոչ մարդու, ոնց պետք է իրարից տարբերենք, այդ ֆանտաստիկայի այդ ամենասիրված թեմաներից է, որ շատերն են անդրադարձել, նույն Ֆիլիպ Դիկը իր Android-ներում, Blade Runner-ում։ Այդ էպիզոդը, ինչքան գիտեմ, ամենահայտնի էպիզոդներից մեկն է այդ Star Trek-ի, հենց այդ Human Being էր կոչվում, թե ինչ չեմ հիշում տենց։ Star Trek-ը հասկանալի է, մենակ ֆիլմերն ու սերիալները չի։ Եթե դու իսկական տրեք ես, դու պետք է գրքերն է կարդացած անես։ Ես ասի լավ, հասկանամ, ինչքան գիրք կա, 20-ը, 30-ը, մի ձև կարելի է ինչ-որ բան, պարզվում է 980 քանի հատ վեպ է գրված այդ յունիվերսում։ Դա մի ամբողջ կյանք չի Էրիկի կարդալը։ Ահա։ Ու դուրս է գալիս, որ ինքը որպես մեդիա, ինքը Star Wars-ից ավելի մեծ է։ Այդպես միշտ կոնֆլիկտ կա, չէ, Star Trek-ի ու Star Wars-ի ֆաների միջև, որն է ավելի լավը։ Star Trek-ի օրինակ կողմնակիցները անք ասում են, որ մեր ավելի այդպես ռեալ է, գիտական է, ձեր Star Wars-ը ուղղակի հեքիաթ է այդպես տիեզերքում։ Ու իրոք այդպես է, Star Wars-ը ավելի շատ տիեզերական ֆենտեզիական գիտաֆանտաստիկա ու բայց այդպես չի որ դա վատ է, որտեվ դա էլ իր առանձնահատկությունն է, իր յուրահատկությունը։ Հա, դե բացի այդ, երբ որ մենք ասում ենք, ասենք, չգիտեմ, իրականը կամ իրական չի կամ ֆենտեզի չի, մենք միշտ մեր տիեզերքի պրիզմայով ենք դրան նայում, այսինքն մեր տիեզերքում իրականա թե իրական չի, որտեղ մենք չենք կարող ամեն ինչի մասին իմանանք։ Չգիտեմ, մուլտիվերսի մասին չենք կարող, մենք կարող ենք մուլտիվերսի մի հատ կետում գոյություն ունի Star Wars-ի տիեզերք, որ լրիվ իրական է։ Եթե անվերջ քանակությամբ տիեզերքներ կա, ստացվում է ինչը մենք կարանք երևակայենք կամ չենք կարող երևակայենք, այդ ամեն ինչը ինչ որ տիեզերքներից մեկում հաստատ կա։ Հա, էլի ուզում եմ ասեմ, այդ սահմանափակումը ծագում է մեր բանից էպիստեմոլոգիական պատկերացումներից էլի աշխարհի մասին։ Ես գիտեմ, որ դու նաև Star Wars ես սիրում։ Բայց դու որ խմբին ես պատկանում Star Wars, եմ ասում եմ Star Wars-ի ֆանատները մի հատ ես քանի որ ես եմ ֆանատ էլի դրա համար եմ ասում։ Մի հատ առանձնահատկություն ունեմ Star Wars-ի ֆանատները ամբողջ սրտով ատում են Star Wars-ը։ Ու հիմա իրանք բաժանված են ճամբարների, մի ճամբարը ընդունում է մենակ օրիգինալ տրիլոգիան, դրանից են կողմ ոչ մի բան գոյություն չունի, մյուս ճամբարը ընդունում է մենակ օրիգինալ տրիլոգիան ու առաջի տրիլոգիան ու դրանից են կողմ ոչ մի բան գոյություն չունի, մի ճամբարը ընդունում է մենակ առաջի տրիլոգիան, երկրորդ տրիլոգիան ու Անդորը, որ դրանից են կողմ բան գոյություն չունի, հետո նրանք էլ արդեն ավելի լոյալ են, ընդունում են ամեն ինչը։ Հիմա դու որն ես ընդունում, որ երևի ավելի շատ այդ կախված է նրանից, թե որ սերնդից ես,
ոնց որ այդ հին սերունդը, որ առաջին այդ օրիգինալ ֆիլմերն ա տեսել, մենակ այդպես է պատկերացնում Star Wars-ը, մի քիչ ավելի երիտասարդները արդեն պրիկվելներն են տեսել, սկզբից պրիկվելներն են կամ տեսել նոր օրիգինալը, այդ երկուսը իրար հետ են պատկերացնում ճիշտ Star Wars-ը եւ նոր ֆիլմերը Disney-ի, իրենք արդեն ավելի նոր սերնդի համար են սիրված։ Իսկ դու որն ես որ բանակին ես պատկանում, ասենք ասենք։ Նույն ինձ համար օրիգինալն է ամենալավը, պրիկվելները, Disney-ները արդեն այսպես դեգրադացիան է Star Wars-ի։ Հա, համաձայն եմ, դեգրադացիա կա։ Կոնկրետ եթե ֆիլմերի մասին ենք խոսում, որտեղ սերիալների մեջ կան էլի լավ գործեր։ Սերիալների մեջ կա Անդորը, Այո, որը եթե օբյեկտիվ վերցնես, 4-ով sense օբյեկտիվ առանց որից է բանի sense 4-ով վերցնես, ինքը вообще Star Wars-ում երևի լավագույն բաներից է։ Այդ universe-ում ստեղծված կինոյում լավագույն բաներից է։ Նո Empire Strikes Back-ին չի հասնի, այնի վերևն է ամենա, էպիզոդ 5-ը, բայց ինքը էլի լավագույն բաներից մեկն է։ Rogue One-ը որպես Անդորի շարունակություն։ Բայց հետո նայում ես, ասենք էպիզոդ 9-ը այդ էլի պատվեր չկա։ Շատ այդպես որակական տարբերությունը Star Wars-ի տարբեր մասերի միջև։ Հա, օրինակ սերիալ կա, որ ես չեմ նայել ընդհանրապես, չէ, թե նայեցի Ակոլիտը։ Ես հիշում եմ, ինչ տառապանքով եմ այս 5-6 էպիզոդը նայել։ Նայել ես Ակոլիտը։ Ակոլիտը ես միջև վերջ նայել եմ։ Հա, քեզ ոնց որ ինչ որ դու գովում ես, չէ՞ թե չեմ հիշում, ինչ որ մեկը գովում է։ Բացասական բաներ կա, բայց ես այնքան էլ չեմ ատում, ինչքան որ սովորաբար ատում եմ։ Star Wars-ի ֆանատները տարբեր իսկ օրինակ ես գիտեմ, որ այդտես դու Ակոլիտի մասին ասացիր, ես էլ էպիզոդ 8-ն եմ սիրում։ Հա, որը էլի ոչ միանշանակ է, ոչ լիքը մարդ ատում է էպիզոդ 8-ը, էպիզոդ 8-ի համար այնպես կռիվներ եմ արել, որ ասենք ու այդ մարդիկ ովքեր ատում են, իրենք բերում են լրիվ նորմալ հիմնավորումներ, որոնք կարաս դու ընդունես, էլի, ասենք խելքին մոտ հիմնավորումներ են բերում։ Սկսած մարտական տեսաններից, վերջացած, ասենք սյուժետային ծակեր է խոսքի, ասենք, չգիտեմ, Լեան ոնց է եկել տիեզերքում թռնում եւ այլն։ Մերի Պոպինսի ինչ որ հետ էին համեմատում։ Բայց ես սիրում եմ այդ կինոն, ինձ դուր է գալի, բայց 9-ը չեմ կարա սիրեմ, այն ահավոր է։ Կա տես մարդ, որ 9 սիրում է, տես։ Դե երևի կգտնվեն էլի։ Star Wars-ի հետ կապված հույսեր կան, որ խելքի են եկել Lucasfilm-ում։ Դե սպասենք Մանդալորցու ֆիլմը, տեսնենք ինչ կլինի։ Մանդալորցու ֆիլմը մեկ է բանը, Ryan Gosling-ի այդ Starfighter։ Հա, դրա մասին շատ քիչ բան է հայտնի, դեռ բարձ չի ինչ կլինի։ Մանդալորցու հետ դե ավելի մեծ հույսեր կա, որտեվ սերիալը լավն էր։ Ու տեսնենք ինչ որ լավ կավարտ են դա, թե վերջնական կփչացնեն սովորության համաձայն։ Դաժե Մանդալորցու պահով Star Wars-ի ֆանատները էլի միատարր չեմ, հետո ասում են առաջի սեզոնը շատ լավն էր, երկրորդ սեզոնը նենց, երրորդ սեզոնը վատն էր, ես չեմ ջոկում։ Ինչ որ կասկածելի այտենց սյուժետային հնարքներ կար, օրինակ այդ Գրոգուին, որ ամբողջ սյուժեի իմաստն էր, որ պետքա Գրոգուին հասցնեին Լյուկի մոտ, ջեդայների մոտ, հետո հանկարծ էդի խաչ քաշվեց դրա վրա ու նորից Գրոգուն հետ եկավ Մանդալորցու մոտ։ Հա, ինչ կասկածելի էր, ինչի տենց անել։ Տպավորություն էր, որ զուտ անում են սերիալ շարունակելու համար։ Լավ, Star Wars-ի հետ հույսեր կան, Star Trek, իդեպ Star Trek-ին վերադառնանք, Star Trek-ում ես ամեն տարի ինչ-որ թազա սերիալներ են դուրս գալի։ Թե իմ մոտ է տենց տպավորություն, թե սերիալներ կան, որոնք շարունակվում են անընդհատ։ Մի քանի սերիալի մասին սերիալներ էլ կան, այդ Strange New Worlds, դա որ հիմա գնում է, ընթացքի մեջ է, ինքը փորձում է մեն օրիգինալ ֆիլմերի այդ ոճը կրկնօրինակի, այդ նույն իր հմայքը հետ բերի ու այնց ված չի ստացվում, բայց կա օրինակ այդ Discovery սերիալը, որը շատ վատն է։ Այդ Discovery-ն որն է, այն սևամորթ կինն է գլխավոր հերոսին։ Հա, այդտեղ ոնց որ էլի են սովորության համաձայն այդ տոլերանտության թեմաները ավելի առաջնային են, քան իր բուն սյուժեն, իր ասելիքը ու այդ առումով հետաքրքիր չի ընդհանրապես իրան նայել։ Մի հատ էլ կար Պիկարը, չէ՞ ոնց որ։
Թե դա փակեցին։ Պիկարը կար, բայց ինքը այդպես ոնց որ ոչ մի բանի մասին էր, նայում ես ոչ մի բան չես, ոչ մի բան չի տալի քեզ։ Ախպեր, ես մտածում եմ, ասեն Star Trek-ը պետքա լինի նոր աշխարհների ուսումնասիրության մասին։ Դա իր առանցքն է, չէ՞։ Այսինքն ամենա իր հետաքրքիր մասը ոչ թե ինչ-որ Star Wars-ի նման ընտանեկան կոնֆլիկտներ կամ դրամաներն եւ այլն, այլ իրոք որ ասում եմ այն հին ու բարի ճամփորդություն դեպի անհայտ նոր աշխարհների ուսումնասիրություն կոնտակտ։ Words-ը հենց դա էին փորձում վերականգնեին այդ օրիգինալ այդ միտքը, այդպես հետազոտություն ոնց որ Star Trek-ի ամբողջ այդ տիեզերանավը, որով անձնակազմը ճամփորդում է, ինքը հետազոտական նավ է։ Enterprise։ Ու ամբողջ իմաստը դա որ նոր աշխարհներ բացահայտեն, նոր սահմաններ։ Հա։ Հենց իր կարգախոսը այդպես է, չէ՞, որ տիեզերքը վերջին սահմանն է մարդկության, որից այն կողմ պետք է անցնենք, հետազոտենք, նոր բաներ գտնենք։ Այ հենց ինձ թվում է հենց այդ պետք է լինի Star Trek-ը։ Նայ Աբրամսի կինոները երկուսը լավն են, ես բան չունեմ ասելու, չնայած Trek-իներ կան, ովքեր որ ատում են։ Բայց երրորդը, որ Աբրամսը չէր նկարել, ավելի լավն էր իմ համար, որովհետև ինքը հենց Star Trek-ի մասին էր, հենց այդ հետազոտության, ուսումնասիրության մասին էր։ Թե դու չես կարծում, որ երրորդը ավելի լավն է։ Երևի։ Հա։ Դրա համար եմ ասում Star Trek-ը, եթե ես մի օր որոշեմ Star Trek-ի մեջ այդ թեմայի մեջ մտնեմ, ես պետք է հասկանամ, թե կոնկրետ որ ուղղությունն է պետք վերցնել։ Հին սերիալը հենց այդ հետազոտությունների թեմայով է։ Առաջի օրիգինալ սերիալը։ Առաջի օրիգինալ սերիալը, այո, ոնց որ ամեն սերիան ինչ որ մի նոր մոլորակ է, նոր ուսումնասիրություն է, բայց այդտեղ օրինակ այդ ասում եմ ինչի է նաիվ, այնտեղ օրինակ մոլորակներ կա, որ ոչ մի բանով չի տարբերվում երկրագնդից կամ երկրագնդի կրկնօրինակն է, ինչ որ երկրագնդի ինչ որ պատմական շրջանի նույն կրկնօրինակն է ու չես հասկանում ոնց կարար ուրիշ մոլորակը այդպես լրիվ նույնությամբ զարգանար։ Համար հետագա այդ սերիալները, այդ New Generation-ի մեջ արդեն ավելի այդպես զգացվում էր այդ այն մոլորակային ոգին, որ իրանք ուրիշ աշխարհներ են գտնում։ Պիկարն է, չէ՞, այդ New Generation-ում արդեն կապիտանը։ Ու այնտեղ նույնիսկ հետաքրքիր պահ կա, այդ որ նույն ռասան, ասենք տարբեր սերիալներում տարբեր կերպ է, այդ կլինգոնները օրինակ օրիգինալ սերիալի մեջ իրանք ուղղակի մարդկանց կերպարանքով են, իսկ հետագա սերիալների մեջ արդեն այդպես գրիմավորված են, որ իրանք դու տեսնում ես, որ իրանք այլ մոլորակային են։ Հետո Discovery-ի մեջ փորձել են իրանք էլ ավելի շատ այլ մոլորակային սարքեին, ավելի շատ էին այդպես իրանք արտաքինը ձևափոխվել ու այդքան էլ չէր ողջունվել, որտեղ ասում էին, այս մեր իմացած կլինգոնները չեն։ Star Trek-ին պետք է մի քիչ ավելի զգուշ մոտենալ, ինձ թվում է դու քանի որ կա ինտերնետում լիքը կա, ամեն մեկը տարբեր կարծիք է հայտնում դրա մասին։ Դու որպես Հայաստանում իմացած քիչ մարդկանցից, ովքեր որ այդ ունիվերսիտետ տեղյակ է, կարաս մի հատ ինչ-որ բան ուղեցույց հրապարակես, ոնց вообще կարելի է այդ աշխարհին մոտենալ։ Դա вообще շատ кайֆ կլինի, որովհետև ես գիտեմ լիքը մարդկանց, ովքեր ուզում են մոտենան, բայց չգիտեմ որ կողմից։ Ու ես խորհուրդ կտայի սկսել այդ New Generation-ից, հետո Deep Space Nine եւ հետո Voyager, այդ երեքը ոնց որ իր ոսկե դարն է Star Trek-ի, որ ինքը բոլորը տարբեր ուղղություններով է։ Հա, բայց Կիրկին ու Սպոկին էլ պետք է, չէ՞, ինչ որ ձևով մոտենալ։ Դա մի քիչ կարելի է հետոյի թողնել արդեն այդպես, երբ որ զգաս որ դու արդեն ֆանատն ես, նոր կարելի է անցնել դրան։ Հա, այդպես որ ասացիր, այդ երբ որ զգաս որ դու արդեն ֆանատն ես, այդ նշանակում է եթե նայես հաստատ ֆանատ ես դառնալու, որ այդքան լավն է։ Լավ, երևի այսքանով ավարտենք, մեր ժամանակը սպառվում է, շատ հետաքրքիր զրույց էր։ Ապրես որ եկար, ապրես որ հրավիրեցիր։ Ինձ թվում է մենք հենց էլի կհանդիպենք, որովհետև մենակ Star Trek այնքան մեծ թեմա է, որ կարանք անդադար խոսանք դրա մասին։ Շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ թողարկմանը։